Բարև ձեզ։ Նախորդին ճանապարհելով Երևան ժամանած, բայց օդանավակայանից այդպես էլ դուրս չեկած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հետո պատասխանեց լրագրողների հարցերին, այդ թվում անդրադառնալով ընդդիմախոսների որոշ քննադատությունների։ Մասնավորապես Միրզոյանը հայտարարեց, թե իրենց քննադատում էին միջանցք տրամադրելու մտադրության կամ պատրաստակամության համար, բայց հետո հրապարակվեց Թրամփի ուղի ծրագիրը եւ բոլորը տեսան, որ սևով սպիտակի վրա գրվածը որևէ միջանցքի մասին չէ։ Այսպես նաև Արարատ Միրզոյանը փորձում էր հակադարձել 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի օրակարգի վերաբերյալ ընդդիմախոսների եւ ընդդիմադիր ուժերի բարձրաձայնած մտահոգություններին, ներկայացնելով, թե մտահոգությունները մտածածին են եւ արհեստական, իսկ իրականությունը միշտ լինում է այլ։ Եվ ահա այդ համատեքստում բերվում էր միջանցքի օրինակը, որ իրենց մեղադրում էին միջանցք տալու համար, բայց պարզվեց, որ միջանցք չեն տվել։ Եվ հարց է առաջանում, թե ինչ են տվել։ Ինչ է Թրամփի ուղին, եթե ոչ միջանցք, որը տրվել է Ադրբեջան-Նախիջևան կապի համար։ Այն, թե ինչ է գրված, այսպես ասած, թղթերով, ինչպես է ձևակերպված այդ միջանցքը, սա բոլորովին այլ խոսակցության առարկա է։ Կամ ինչպես դասականը կասեր, թղթերով թվում է ամեն ինչ կարգին։ Այդտեղ խոսվում է Հայաստանի ինքնիշխանության մասին, Հայաստանի տարածքային ամբողջության մասին, բայց չգիտես ինչու, Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան կապի համար ստեղծվում է հայ-ամերիկյան կոնսորցիում, ձևավորվում են ֆրոնտ օֆիսներ եւ բեք օֆիսներ, Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ ճանապարհ։ Եթե սա միջանցք չէ, ապա ինչ է։ Չէ՞ որ խնդիրը բովանդակությունն է եւ ոչ թե ձևակերպումները կամ փաթեթավորումը, որ տեղի է ունեցել Թրամփի ուղի ծրագրով եւ ըստ էության միջանցք ստացվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Նահանգների միջոցով Հայաստանը ըստ էության միջանցք է տրամադրել Ադրբեջանին, որովհետև եթե սա ընդամենը ճանապարհ է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջության շրջանակում, ապա կրկնեմ, շատ պարզ հարց է առաջանում, որին առ այսօր պաշտոնական Երևանը չի տվել հոդաբաշխ պատասխան։ Ինչու է առաջացել հայ-ամերիկյան կոնսորցիումի անհրաժեշտություն։ Ինչու է առաջացել հատուկ ռեժիմի անհրաժեշտություն։ Եթե Հայաստանը պարզապես տրամադրում է ճանապարհ իր տարածքով հաղորդակցության ուղի Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչու դա հնարավոր չէր պարզապես այնպես, ինչպես ցանկացած երկիր տրամադրում է այդ ճանապարհը այլ երկրի իր տարածքով։ Օրինակ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարում էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանին Նախիջևանի հետ հաղորդակցության ճանապարհ տրամադրել նույն պայմաններով, ինչ պայմաններով տրամադրում էր Իրանը։ Հիմա փորձենք համեմատել Թրամփի ուղին այն է, ինչ Իրանը տրամադրում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհի համար։ Իրանի տարածքում ձևավորված էր որևէ այլ երկրի հետ իրանական կոնսորցիում եւ ֆրոնտ օֆիս եւ բեք օֆիս տրամաբանությամբ կարգավորումներ հաղորդակցության ռեժիմի առումով, մենք տեսնում ենք, որ հայտարարությունները, թե պատրաստ են տրամադրել նույն ռեժիմով ճանապարհ, ինչ տրամադրում է Իրանը Ադրբեջանից Նախիջևան, մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը։ Երևանը տրամադրել է ճանապարհ հատուկ ռեժիմով, որտեղ Հայաստանի մասնակցությունը հասցված է 26%-ի։ Կրկնեմ, արդեն այլ հարց է, թե ինչպես է փաթեթավորված այդ միջանցքը, բայց ինքնին փաստը վկայում է, որ ընդդիմախոսները եւ ընդդիմադիր ուժերը ճիշտ էին, երբ մտահոգություն էին արտահայտում, որ Հայաստանը բավարարում է միջանցք տրամադրելու Ադրբեջանի պայմանները։ Թրամփի ուղու բովանդակությունը մեծ հաշվով այն պայմաններն են, որոնք ներկայացնում էր Ադրբեջանը Հայաստանին։ Օրինակ, հաղորդակցվել Նախիջևանի հետ, ճանապարհին չհանդիպելով հայաստանյան որևէ ինստիտուտի ներկայացուցչի։ Եվ մենք տեսնում ենք, որ հայ-ամերիկյան կոնսորցիումը լուծում է ըստ էության այդ հարցը։ Թրամփի ուղու այդ հատվածում անգամ հայաստանյան իրավապահները չէ, որ ապահովելու են անվտանգություն կամ կարգ ու կանոն եւ այլն։
ստեղծվելու է հատուկ անվտանգային միավորում, որի ստեղծման իրավունքը հենց հայ-ամերիկյան կոնսորցիումինն է, իսկ Հայաստանին ընդամենը վերապահված է այդ անվտանգության կառույցի աշխատակիցներին լիցենզավորելու իրավասություն։ Մինչդեռ շատ պարզ մի հարց տանք, եթե օրինակ Միացյալ Նահանգները ներկայացնում է աշխատակիցների X կազմ, Հայաստանն արդյոք ունենալու է հնարավորություն թե տեխնիկական իմաստով հասկանալ, թե այդ կազմը ընդհանրապես ովքեր են, եւ թե նաեւ քաղաքական կշռի իմաստով առարկել Միացյալ Նահանգներին, կամ բծախնդրորեն պարզել, թե այդտեղ ինչ կազմ է ներգրավում, ինչ հետագիծ ունեն դրանում ներգրավող առանձին մասնակիցները, սուբյեկտները, մարդիկ եւ այլն։ Կրկնեմ, Թրամփի ուղու ծրագիրը իր ուղն ու ծուծով միջանցք է, բայց ոչ փաթեթավորմամբ։ Փաթեթավորմամբ դա ընդամենը հայ-ամերիկյան համաձայնություն է։ Եվ երբ դիտարկում ենք այս տրամաբանությունը, երբ դիտարկում ենք այս մեխանիզմը, ապա հերթական անգամ հանգում ենք եզրակացության, որ Հայաստանը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթաց կոչվող process-ում ունի մեկ գործառույթ՝ ինչպես ադապտացվել Ադրբեջանի պայմաններին։ Թրամփի ուղին Ադրբեջանի պայմանների ադապտացիայի տարբերակն է։ Ընդ որում, նույն պաշտոնական Երևանը կարծես թե նույն ջանասիրությամբ չէր փորձում հերքել, երբ միջանցքի տրամաբանությամբ մեղադրանքներ կամ կասկածներ էին հնչում նոյեմբերի 9-ի 9-րդ կետի առնչությամբ, թեպետ այդ կետում Հայաստանի ինքնիշխանության հանդեպ, այսպես ասած, արտապատվիրակային հավակնությունները մեղմ ասած համեմատելի չէին Թրամփի ուղու ծրագրի հետ։ Այո, հիշեցնեմ, որ այնտեղ խոսվում էր, որ բեռնափոխադրումները եւ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ռուսական սահմանապահ ծառայության ուղեկցությամբ կամ վերահսկողությամբ։ Բայց կար շատ էական մի տարբերություն Թրամփի ուղու ծրագրի բովանդակության հետ։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չէր խոսվում Ադրբեջանին անխոչնդոտ ճանապարհ տրամադրելու մասին։ Խոսվում էր Ադրբեջանին անխոչնդոտ բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների անխոչնդոտ հաղորդակցության հնարավորություն տալու մասին։ Թվում է, թե սա նույնն է, բայց մի բան է անխոչնդոտ ճանապարհը եւ մեկ այլ բան հաղորդակցությունը, բեռնափոխադրումները եւ ուղևորափոխադրումները, որովհետեւ ուղևորափոխադրումը եւ բեռնափոխադրումը դրանք անընդհատ process չեն։ Դրանք որոշակի ժամանակի մեջ տեղավորվող գործընթացներ են։ Հետևաբար այդտեղ անխոչնդոտը վերաբերում էր ժամանակային հատվածների։ Դիցուք կարող ենք դիտարկել հետևյալ տարբերակը, երբ Ադրբեջանը որևէ բեռ կամ որևէ ուղևորատար ինչ-որ բան պետք է տեղափոխեր Հայաստանի տարածքով, այդ ժամանակահատվածում կարող էր ապահովել այսպես կոչված անխոչնդոտ ռեժիմ։ Բայց բոլորովին այլ է անխոչնդոտ ճանապարհը։ Դա նշանակում է, որ ճանապարհն ինքնին ամբողջությամբ ենթադրում է տվյալ ռեժիմը, այլ կերպ ասած, տրված է ճանապարհը եւ ոչ թե այդ ճանապարհով անցման ժամանակային որոշակի ռեժիմ։ Սա էական տարբերություն է եւ սա եւս վկայում է, որ Թրամփի ուղին իր բովանդակությամբ միջանցքի մասին է։ Առավել եւս, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը շատ հստակ կապակցվում էր այդ ամբողջ հայտարարության առանցքային բովանդակությանը, Լեռնային Ղարաբաղի առկայությանը։ Դրանից բացի, այնտեղ չկար հայաստանյան մաքսային եւ սահմանային ծառայությունների, այսպես ասած, ֆունկցիոնալ կարողությունների կամ ֆունկցիոնալ իրավունքների արտապատվիրակման հարց։ Այո, ռուսական սահմանապահ ծառայությունը ուղեկցելու էր, վերահսկելու էր այդ բեռնափոխադրումը, բայց ոչ մի խոսք չկար այն մասին, որ պետք է ձևավորվեն այսպես կոչված front office-ներ կամ back office-ներ։ Եվ անկասկած է, որ նոյեմբերի 9-ի եւ Թրամփի ուղու տարբերությունը, եթե նույնիսկ այս դետալները դուրս բերենք, ընդամենը այդ հայտնի խոսքի նման հանգում է հետևյալին, որն է առնետի եւ մկան տարբերությունը։ Գիտենք այս հայտնի խոսքը, PR-ը, նոյեմբերի 9-ը վատ PR-ված փաստաթուղթ էր եւ շատ ուժեղ հակա PR-ված փաստաթուղթ, իսկ Թրամփի ուղին լավ PR-ված փաստաթուղթ է։
Ընդ որում նոյեմբերի 9-ը փնովում էին քարոզչության կամ հակաքարոզչության դաշտում, փնովում էին նաև այն ուժերը, որոնք գովերգում են եւ ամեն ինչ արել են նոյեմբերի 9-ից հետո խթանելու համար ամերիկյան հովանու ներքո նույն եւ ինչպես դետալային առումով մատնանշեցի, շատ ավելի անբարենպաստ ձևակերպումներով եւ ռեժիմով տրամաբանությամբ համաձայնությունը։ Այսինքն տեսնում ենք շղթան։ Նախ թիրախավորվեց նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, դրա թիրախավորման միջոցով Հայաստանի իշխանության համար ստեղծվեց միջավայր, երբ այդ 9-րդ կետի քաղաքական իմպլեմենտացիայի ուղղությամբ Երևանի գործողությունները արդեն հակասում էին իշխանական շահին, Երևանի գործողությունները ներկայացվում էին իբրև ինքնիշխանության եւ միջանցքի հանձնում, այն դեպքում, երբ դա այդքան էլ այդպես չէր, հատկապես նոյեմբերի 9-ի այդ շրջանակի համատեքստում, եւ ահա այդ կերպ քանդելով այդ ամբողջ շրջանակային ճարտարապետությունը ձևավորվեց արդեն Միացյալ Նահանգների հովանու ներքո միջանցք տրամադրելու եւ փաթեթավորելու միջավայրն ու գործընթացը։ Այն բանից հետո, երբ քանդելով 9-ի ճարտարապետությունը, ըստ էության հայաթափվեց Արցախը։ Այստեղ իհարկե շատ հաճախ խոսվում է, որ ինչու էր այդ դեպքում ընդդիմությունը քննադատում նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Եվ թվում է սա տրամաբանական քննադատություն է, այսինքն այն իմաստով, որ ինչու էր ընդդիմությունը թիրախավորում այդ 9-րդ կետը, ինչու թույլ չէին տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրագործի կամ ավելի կառուցողական լինի այդ առումով, որպեսզի չքանդվի ամբողջ ճարտարապետությունը եւ չխախտվի Արցախի գոնե այդ հայկական կեսը պահելու տրամաբանությունը։ Բայց դիտարկենք այս իրավիճակը իր քաղաքական խորության մեջ։ Ինչ է ասում կամ անում Նիկոլ Փաշինյանը, երբ նախկին իշխանության ուժերի առաջնորդությամբ ընդդիմությունը որևէ բանում, որևէ հարցում քննադատում է նրան։ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ահա ռևանշիստները չեն ուզում, որ մենք անենք այսինչ բանը, որպիսի գան ռևանշ անեն։ Ահա ռևանշիստները չեն ուզում, որպիսի սա հաջողենք, որ մեզ գցեն իշխանությունից եւ վերադառնան իշխանության եւ այլն եւ այլն»։ Ու հարց է առաջանում, ինչու Նիկոլ Փաշինյանը նույնը չասեց նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հանդեպ նախկին իշխանության ներկայացուցիչների եւ ուժերի քննադատությունների առնչությամբ։ Ինչու նա հասարակությանը չասեց, որ ահա քննադատում են նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, թույլ չեն տալիս, որ ես այդ կետը իրագործեմ, որպիսի տապալվի եւ Արցախը ամբողջությամբ հայաթափվի, որ դա օգտագործեն եւ գան իշխանության։ Ինչու Նիկոլ Փաշինյանը չասաց սա, չզարգացրեց հենց այս բանաձևը, որը կիրառում էր 44-օրյա պատերազմի առնչությամբ։ Չէ՞ որ նա ասում էր 44-օրյա պատերազմին հենց նրանք նախկինները տարան պարտության, որպիսի պարտությունը հետո բարթեն ինձ վրա եւ ռևանշի հասնեն։ Կրկնեմ, ինչու նույնը չասվեց նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մասով, երբ նախկին իշխանությունը ներկայացնող ընդդիմադիր ուժերը քննադատում էին այդ 9-րդ կետը։ Հետևաբար, երբ այս բանաձևը, այս տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանի այս վարքագիծը դիտարկում ենք, ապա տեսնում ենք, որ նախկինների քննադատությունը Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ հնարավորություն էր կառուցողական քայլեր եւ կառուցողական վարքագիծ դրսեւորել այդ կետի իմպլեմենտացիայի ուղղությամբ, որի գլխավոր նպատակը պետք է լիներ Արցախի գոնե հայկական մնացած մասը պահելը, նոյեմբերի 9-ի այդ ամբողջական շրջանակային ճարտարապետությունը պահելը, բայց Նիկոլ Փաշինյանը փաստացի չօգտագործեց նախկինների քննադատության այդ հնարավորությունը։ Նախկինների որևէ քննադատություն շատ հմտորեն, շատ մեծ խանդավառությամբ շրջելով հենց նույն նախկինների դեմ, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի 9-րդ կետի պարագայում կարծես թե չդրսևորեց այդ նույն խանդավառությունը եւ չկիրառեց այդ նույն բանաձևը։ Ու հարց է առաջանում, թե ինչու։ Վերադառնալով Թրամփի ուղուն, կրկնեմ, այն ուժերը, որոնք ինտենսիվ թիրախավորում էին դրանից ոչ միայն ոչ ավելի վատ, այլ նույնիսկ որոշ դետալներով ավելի լավ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, հետո սկսեցին գովերքել եւ առ այսօր գովերքում են Թրամփի ուղու փաթեթով տրված միջանցքը։
Սա չափազանց խոսուն է։ Եվ խոսուն է նաև այսօր բարձրաձայնվող մտահոգությունների ֆոնին, որ այսօր ընդդիմությունը եւ ընդդիմադիր տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Ադրբեջանի ներկայացրած հավակնությունների առնչությամբ։ Հայաստանը ընդամենը զբաղված է լինելու այդ հավակնությունների փաթեթավորում գտնելու, ադապտացիայի ամենից հարմար տարբերակները գտնելու աշխատանքով։ Եվ երբ օրինակ հայտարարվում է, թե ինչպես միջանցքի մասին քննադատությունն ու տագնապն էր արհեստացին, այնպես էլ նույնը 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման է, ապա այստեղ կա լրջորեն մտահոգվելու կարիք, որովհետև ինչպես միջանցքի թեման փաթեթավորեցին հայ-ամերիկյան համաձայնությամբ, բայց իրականացրին այն պահանջները, որ դրել էր Ադրբեջանը, այդպես էլ կարող են նույնը անել 300,000 ադրբեջանցիների թեմայի հետ։ Եվ սա, կրկնեմ, լուրջ մտահոգության առարկա է։